Տիկին Գալստյան բուհերի քաղաքականացման հետ կապված այս իշխանությունները եկան խոստումով, որ պիտի ապաքաղաքականացնեն բուհերը, դպրոցների կուսակցականներին հանեն եւ այլն, բայց հետո որ տեսանք, որ Պապիկյանին ԵՊՀ-ի բանի նախագահ են տարել, խորհրդի նախագահ են տարել, հոգաբարձուների Ավինյանին այնտեղ տարել են պոլիտեխնիկ եւ այլն, Փաշինյանը դա բացատրեց նրանով, որ նրանց տարել են, որ հենց ապաքաղաքականացնեն բուհերը եւ քաղաքականացումից մաքրեն։ Դուք հիմա ինչ պատկեր եք տեսնում ապաքաղաքական են բուհերը դարձրել։ Այս վարչախմբի բոլոր խոստումների նման, սա եւս մի խոստում էր, որը մնաց ծառույցի վրա, եւ հերթական ստերի շարանում նաեւ բուհերի քաղաքականացման խոստումներ, եւ այն պատկերը, ինչ այսօր ունենք, բացարձակապես հեռու, նույնիսկ ավելի վատթար է, քան նախկինների, այսպես ասած, նախկինների ժամանակ, որտեղ բուհերի կառավարման խորհուրդների կազմում, գիտենք ովքեր են իրենց հայտնի, մեզ բոլորին հայտնի հերոսները, կրթության նախարարը, Պապիկյանը, երկրի նախագահը Խաչատուրյանը, Տիգրան Ավինյանը, այսինքն բոլոր հնարավոր կրթական բարձրագույն հաստատությունների կառավարման խորհրդի նախագահները կամ ԿՊ վարչության անդամ կամ տվյալ քաղաքական թիմի անդամ եւ այստեղ խոսել բուհերի ապաքաղաքականացման մասին ուղղակի պետքա ոչ մեկ կարճատեսնել, այլ կույր լինել այս է իրականությունը։ Եվ առհասարակ գիտեք նաև կրթական համակարգի մասին կասել, թե հարցը հնչեց բուհերի մասին, ես պիտի ասեմ, որ նույն պատկերն է նաև այնուամենայնիվ դպրոցներում եւ նույնիսկ դպրոցներին չեն խնայում, դպրոցներին չեն խնայում եւ այն դպրոցների կառավարման նոր համակարգը, որ գործադրվեց հանրակրթության մասին օրենքով, իմ խորը համոզմամբ եւս դպրոցական կամ հանրակրթության կառավարումը եւս կառավարելի դարձնելու եւ կենտրոնացված չէ, մի մասը գնաց ըստ էության ամբողջ հանրակրթության կառավարումը, նաեւ բովանդակայինը ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը եւ դա միայն քաղաքական որոշում է քաղաքական կառավարելիության իմաստով եւ նաեւ առաջիկա ընտրություններին պատրաստվելու ամբողջ համատեքստում պիտի նայել սրան։ Տիկին Գալստյան, օրինակներ կան, մասնավորապես Հակոբ Կոջյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը աշխատանքային ժամին Facebook-ում քաղաքական գրառումներ է անում, բացի այդ իր դեպքում եղել է օրինակ, երբ աշխատանքային կաբինետից, աշխատասենյակից վիդեո է նկարել, տեսանյութում խոսել է Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, լրիվ քաղաքական տեքստ է ասել, սա ինչքանով է նորմալ, որ կրթահամալիրների տնօրենին թույլատրելի է նման վարքագիծ, քաղաքական մարդն հայտարարել է, որ շնորհավոր եք ինձ, ես ընդգրկվել եմ ԿՊ-ի ցուցակում։ Կարծեմ սա այն տիկինն է, որը այսպես շրջիկ պատարագիչների խմբում է եւ նրան տարբեր այսպես եկեղեցիների մատուցներում քաղաքական ես ասեմ հավաքների կամ միտինգների բովանդակությամբ այս պատարակների է մասնակցում Կոջյանի դպրոց, որը բավական լրջորեն նորոգվում է, այդ դպրոցը եւ ամբողջովին իր վարքը, բացի որ ինքը զսպվածություն եւ զսպվածություն չի դրսևորում թե մանկավարժի համար, թե այս հաստատության ղեկավարին բնորոշ զսպվածությունը չի բնորոշ չի այդ կնոջը, բայց նաև ես կարծում եմ, որ ինքը քաղաքական հատուցման եւ քաղաքական դիվիդենդներ կուտակելու մի ընթացք ապրում եւ հատուցվեց ըստ էության, որովհետեւ ես տեսա, որ հայտարարեց, չէ, նույնիսկ իր կաբինետից հայտարարեց, որ ինքն գրկված է ցուցակում։ Գիտեք, իր քաղաքական կոորդինատ ամեն մեկը ինքն է որոշում, բայց նաև ոտնահարելով Հայաստանի Հանրապետության օրենքներ, վարչական տարածքները օգտագործելը եւ նաև այդ sense կուրծքը պատռելով նախկինների այդ դիսկուրսը մեջ մտնելը ման շատ հին հնացած խոսույթ է եւ անգամ նողքան կառաջացնող խոսույթ, բայց ինչպես տեսնում ենք քաղաքական կերակրատաշտին մոտ լինելու համար այլ վարկ չէ պահանջվում։ Եվ մեկ հարցել դպրոցներում տարածաշրջանային լեզուներ դասավանդելու որոշում է կայացվել 2021-ին եւ արդեն որոշ դպրոցներում վրացերեն, պարսկերեն, այդ թվում ադրբեջաներեն եւ թուրքերեն են դասավանդում, ինչպես նախարար Ժաննա Անդրասյանն ասաց, թուրքերենի հետ կապված ավելի շատ է հետաքրքրություն եւ ավելի շատ դպրոցներում են թուրքերեն դասավանդում։ Դուք այստեղ որևէ մտահոգություն տեսնում եք ու ընդհանրապես ոնց է գնահատում
այս քայլը իշխանությունները։ Գիտեք, ես ավելի մեծ քաղաքական կոնտեքստում կգնահատեի եւ մեր քաղաքական ուժը գնահատականը տվել է Հայաստանի թուրքացման ընթացքի մեջ են եւ բնականաբար այսպես կրթական բարեփոխման ընթացքի մեջ երբ որ որոշակի կրեդիտներ է տրվում եւ նաեւ ինչու՞ չէ ընտրության հնարավորություն որ այս կամ այն դպրոցը ընտրի թե երկրորդ օտար լեզու ինչ լեզուն է ընտրում ես այնուամենայնիվ այդտեղ թեև փաստեր չունեմ բայց ես թույլ եմ տալիս ասել որ խորը կասկածի տակ եմ դնում այդ երկրորդ լեզվի ընտրության մեխանիզմը ինչպես է իրականանում եւ այդ ինչպես է լինում որ մի քանի այսպես հաստատություններ կրթական հաստատություններ հարակրթական իհարկե ընտրում են թուրքերենը կամ ադրբեջաներենը ես իհարկե դեմ չեմ նաև հակառակորդի լեզուն իմանալու խնդրին, օտար լեզուներ իմանալու խնդրին, բայց այստեղ նաև հատուկ ուղղորդվում ես տեսնում եւ քաղաքական քիմքը, քաղաքական ճաշակը պարտադրվում է, որտեղ մենք այսպես քիրվայության քաղաքական այս բովանդակության մեջ է դա տեղավորվում եւ ոչ թե այսպես ակադեմիական խնդիր են լուծում, իսկ որ մեր դպրոցի հանրակրթության ոլորտում ինչ չէ ամբողջ կրթության ոլորտում այն երևակայելի խորը խնդիրներ կան, իսկ ասել ճգնաժամային խնդիրներ եւ այնտեղ ես չեմ տեսնում այդ ձեռագիրը, սրտացավ ձեռագիրը կրթության որակը բարձրացնելու, չգիտեմ ակադեմիական կրթությունը բարձրացնելու այդ նախանձախնդրությունը չեմ տեսնում, դրա փոխարեն Հանրակրթության թե կառավարման բարեփոխումը, այսպես արագարագարեցի, որ կառավարելի դարձնեն մանավանդ նախընտրական շրջանում, ուրեմն հանրակրթությունը առանց պատրաստված լինելու եւ մանավանդ հիշեցնեմ, որ Երևանի ամեն դեպքում Երևանի քաղաքապետարանը ընդվզեց եւ իրենց կառավարման ԳՄՍ-ի ենթակայության կառավարումը մի քանի ամսով հետաձգվել է, որովհետեւ դպրոցները իրենք ըստ էության պատրաստ չեն եւ չի կարելի միանգամից այս որոշումներ կայացնել։ Ինչևէ, այն ինչ կատարվում է ողջ կրթական համակարգում, հանրակրթություն լինի, բուհական կրթություն լինի, ինչու՞ չէ նաեւ գիտական բլոկի մասն եմ խոսում, խորապես քաղաքականացված, իսկ ասի կուսակցականացված եւ այսօր ՔՊ-ի ճնշիչ մամլիչը ամենուր է եւ նաեւ կրթական համակարգում եւ նաեւ մենք մոռացանք խոսելու որ քաղաքական հայացքների համար տարբեր բուհերից ինչպես Բրյուսովը որը խայտարակ իսկ այնտեղ Բրյուսովի զավթիչ օպերացիայի ականատեսնում մասնակիցն եմ եղել թե ինչպես ոստիկանների մի հոտ բազմություն ուղակի ներմուծեց այդ տրոյական ձիով Գյուրջինյանին եւ այնտեղ վատ իմաստով մաքրումը չիստկա ես 37 բառապաշարը օգտագործեմ չիստկա տեղ ունենում այդ բուհում եւ մերթ սպրտում են կոլեկտիվների անստորագի նամակներ բուհում այսպես վայրագությունների իսկ ասե կառավարչական բնույթի վայրագությունների մասին ամբողջ կրթական համակարգը ցավոք սրտի այս վիճակում է եւ ընդհանուր թվով թե Բրյուսովից մոտ 40 լավագույն մասնագետներ դուրս են մնացել մենք գիտենք Երևանի պետական համալսարանում ինչ պատկեր է երբ որ ուղղակի գաղտնա լսում են դասախոսներին 37 թվի վարքականով եւ ձեռագրով այսօր կրթական համակարգում այդ մթնոլորտն է։ Սիսակ Գաբրելյանը հակադարձում է, ասում է, որ ընդդիմադիր դասախոսները ավելի շատ են, քան ՔՊԱ-ական թվականակով նրանք շատ են։ Հետևաբար այդ խոսույթը տեղին չէ։ Ինչ է նշանակում ընդդիմադիր դասախոսներ։ Այդ ինչ վիճակագրություն են արել, ինչ գնացել են դեկանատներում, ասել են ցուցակը տվեք, ով է կուսակցականով ոչ, այդ ինչ ինքնախոստովանություն է։ Ինչ է նշանակում ընդդիմադիրը շատ են կամ մարդը ազատ է իր քաղաքական ճաշակը, քաղաքական նկարտումները եւ քաղաքական հայացքները ձևավորելու կամ համակրանքներ ունենալու։ Դա որևէ մեկի ազգային ժողովի նախագահ լինի, չգիտեմ, նախարար լինի, իր գործը չի։ Մենք պետք է կարողանանք զատել կուսակցականացվածությունը, քաղաքականացվածությունը բուհերի, այո, եւ որևէ դասախոսի կամ այդ ոլորտի աշխատակցի քաղաքական, ինչ ասեմ, արժեհամակարգը։ Որովհետեւ մատնացույց արեց ձեր խմբակցությանը, ասաց, որ ձեր Հայաստան խմբակցությունում բազմաթիվ մարդիկ կան, որոնք եւ դասախոսում են եւ ամենաթեժ քաղաքական խոսույթ ունեն, եթե մենք հանելու լինեին քաղաքական դրդապատճառներով առաջին հերթին իրենց կհանեին։ Նախ մեր ինտելեկտի մասին է խոսում, որ
եւ պատրաստվածության եւ կրթական բարձր ցենզի մասին է խոսում մեր խմբակցության, որ այնտեղ դասախոսներ կան եւ գիտական աստիճան ունեցող, որոնցից մեկը կներեք նաեւ ես եմ եւ հենց Բրյուսովում առանց հիմնավորման ուղղակի ասեցին Նիկոլի գլխին լապ թափելու համար ես հերթական ուսումնական տարին չմտա բուխ եւ կարող է դատարանը վերականգնվել եւ այլն, բայց չարեցի, որովհետեւ անկեղծ ասած առանձնապես մեծ ցանկություն չունեի, որտեղ իմ ձեռքից չեն կարող վերցնել կամ իմ մտքից կամ չգիտեմ ոչ իմ գիտելիքները, ոչ իմ հարգանքը այդ համակարգում, բայց որ այսօր բուհերում եւ ոչ միայն բուհերում երկրում ագրեսիվ բռնաճնշումների մեր ամբողջ գործիքակազմը աշխատում եւ այդ չիստկա բառը ես օգտագործեցի, մոտավորապես խունվեյբինների մշակույթը Հայաստանում մնացել է, որ տենց 3 մանգան եւ մարդկանց ուղղակի գնդակահարեն այլախոհության համար։ Շնորհակալ եմ։ Գալիս եմ մեկ հարց